Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների շրջանակներում զարգացնում ենք համայնքային փրկարար կամավորական ջոկատները, ամրապնդում միջգերատեսչական համագործակցությունը, բարելավում ճգնաժամային հաղորդակցությունը և արդիականացնում վաղ ազդարարման համակարգը։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր բոլոր քայլերը մի նպատակ ունեն՝ ստեղծել ավելի անվտանգ, պատրաստված և դիմակայուն Հայաստան։ Նախորդ տարի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած արտակարգ իրավիճակից հետո մեր միջազգային գործընկերների հետ իրականացրել ենք ազդեցության խորքային գնահատում։ Այս իրադարձությունը դիտարկել ենք որպես քաղած դաս, որի հիման վրա պետք է վերափոխենք մեր մոտեցումները։ Հենց այս գնահատումների տրամաբանությամբ այս տարի ընդունվել է աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին նոր օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականից։ Զուգահեռաբար մշակվել է քաղաքացիական պաշտպանության մասին օրենքը, հստակեցնելով պետության, համայնքների և կազմակերպությունների դերերը, սկսած պատրաստականությունից մինչև ապաստարանների արդիականացում և արագ կառուցվող թաքստոցների պլանավորում։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում այն համոզմունքն ունեմ, որ պետությունն ու մասնավորը պետք է ձևավորեն փոխգործակցության կայուն և արդյունավետ համակարգ։ Այս համոզմունքն է եղել նաև տեխնիկական անվտանգության և նյութական պահոստի ոլորտի զարգացման հայեցակարգերի հիմքում, որը հաստատվել է կառավարության կողմից։ Ներքին գործերի նախարարությունը մշակելու է ոլորտի քաղաքականությունը, սահմանելու կանոնները, ապահովելու հսկողությունը, իսկ մասնավոր ոլորտը շուկայի մրցակցության պայմաններում ապահովելու է պետության սահմանած խաղի կանոններին համապատասխան գործընթաց։ Այս տրամաբանության հողի վրա իրականացման օրինակ է այն, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից լուծարման փուլում է գտնվում տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը, թողնելով հարթակը մասնավոր ոլորտին, ապահովելով բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստելով ոլորտում ձեռնարկատիրության զարգացմանը, սպառողների շահերի պաշտպանությանը։ Այս համատեքստում քաղաքականության մշակման լիազորությունն իրացնելով արդեն իսկ մեկնարկել ենք արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի թվայնացման աշխատանքները։ Սահմանել ենք ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների, կառուցվածքի, վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները։ Կարևոր նվաճումներ ունենք նաև սեյսմիկ պաշտպանության ոլորտում։ Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ընդգրկվել է թվային սեյսմոգրաֆների ցանցի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային կազմակերպության հարթակում։ Սա ապահովում է մի շարք ռազմավարական և գիտական առավելություններ։ Սա միջազգային կարևոր գնահատական է Հայաստանի ջանքերի մասին։ Զուգահեռաբար սա նաև կանխատեսելի գնահատական էր մեզ համար, քանի որ Գառնիի սեյսմիկ կայանը տարածաշրջանային միակ միջազգային կայանն է։ Նկատի ունենալով, որ Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ գոտում, երկրաշարժերից պաշտպանվելու լավագույն միջոցը սեյսմիկ վտանգի հուսալի մոնիտորինգի ապահովումն է։ 2026 թվականից իրականացնելու ենք ամբողջ դիտացանցի լայնամասշտաբ արդիականացման աշխատանքներ։ Անդրադառնալով փրկարար ծառայության ոլորտում կատարված աշխատանքներին, նշեմ, որ ընթացիկ տարում մշակել ենք և արդեն հաստատել փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը, որը ներառում է ծառայության ինստիտուցիոնալ, տեխնիկական և մասնագիտական կարողությունների համալիր զարգացում, ներառյալ նոր և օպտիմալ կառուցվածքային մոդելի ձևավորում։ Հայեցակարգի շրջանակում մինչ այս տարվա ավարտը կիրականացվեն փրկարար ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային փոփոխությունները, իսկ 2026-ին տարածքային ստորաբաժանումներին է։ Նախատեսվում է փրկարար ծառայության կամավորական համակարգի զարգացում, հատուկ սոցիալական և իրավական երաշխիքների սահմանմամբ։ Զուգահեռաբար սահմանել ենք, որ փրկարար ծառայող հնարավոր է դառնալ բացառապես ՆԳՆ կրթահամալիրում բազային կուրս անցնելու պայմաններում։ Այստեղ ըստ էության մենք ամրապնդում ենք վարվող կադրային քաղաքականությունը, քանի որ համակարգ հնարավոր է մուտք գործել միայն համապատասխան պատրաստվածությամբ։ Արդեն իսկ հաստատված են կրթական տարբեր ծրագրեր, որոնք թույլ են տալիս բարելավել կարողությունները։ Փոփոխվել են վարքագծի կանոնները։ Պրակտիկ արդյունքներին անդրադառնալով նշեմ, որ ՀՀ տարածքում արդեն իսկ գործում է կամավորական հրշեջ փրկարարական 11 հենակետ։ Դրանցից 2-ը ձևավորվել են 2025 թվականի ընթացքում, իսկ նոր հենակետերի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են նաև 2026 թվականի ընթացքում։ Բացվել է Ստեփանավանի մասնաշենքը։ Մեծ թափով ընթանում են Սևանի ջրափրկարարական կայանի
Եղեգնաձորի Հրշեջ փրկարարական ջոկատի մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Առաջիկա օրերին կմեկնարկի նաև շինարարությունը Բաղրամյանում։ Փրկարար ծառայության նյութատեխնիկական հագեցվածության առումով ծառայության հաշվեկշռում առկա եւ հնամաշ Հրշեջ փրկարարական մեքենաները փոխարինվելու են նորերով։ Ըստ հաստատված ծրագրերի ձեռք են բերվելու շուրջ 90 Հրշեջ փրկարարական ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա։ Փրկարար ծառայությանն արդեն իսկ մատակարարվել են մարտական հանդերձանք եւ փրկարարական գործիքներ։ Զարգացման մեր տեսլականն այս ծառայության մասով քաղաքացուն առավել օպերատիվ արձագանքելու նպատակն է, իսկ փրկարարը պետք է ունենա դրան համահունչ աշխատանքային պայմաններ։ Այս համատեքստում ընթացիկ տարում ակտիվորեն շարունակվել է փրկարարների ատեստավորման գործընթացը։ Մինչ այս պահը ատեստացիայի բոլոր փուլերը հաղթահարել են 943 ծառայողներ։ Համակարգում գերազանց ատեստավորված փրկարարն այսօր ստանում է շուրջ 557,000 դրամ դրամական բավարարում, նախկին շուրջ 297,000 դրամի փոխարեն։ Ավարտական փուլում են ՆԳՆ կազմում ահազանգերի կառավարման մեկ միասնական կենտրոնի 112-ի ձևավորման աշխատանքները։ Գրասենյակը ստեղծվելու է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի եւ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման արդյունքում։ Քաղաքացին այլևս ստիպված չի լինելու ինքնուրույն կողմնորոշվել, թե արագ արձագանքման որ համարով զանգահարել օգնության համար։ Ներքին գործերի նախարարության այս նոր գրասենյակը պահպանելու է միջազգային լավագույն ստանդարտը։ Յուրաքանչյուր ահազանգին պետք է պատասխանել 10, իսկ հարցերը տալ, ահազանգը վերլուծել ու համապատասխան ուժերին փոխանցել առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում։ Ներքին գործերի նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտում բազմաթիվ բացասական կարծրատիպեր կան հանրային ընկալումներում։ Իմ հանձնարարությունը եւ համապատասխանաբար աշխատակազմի ջանքերն ուղղված են ազատվելու այս ընկալումներից։ Ավելին, փոխակերպելու այդ պատկերացումները եւ դիրքավորվելու որպես հանրային ծառայությունների մատուցման նորարար եւ մոդեռն ձևաչափ ներդնող դերակատար։ Մեր ընտրած ճանապարհը ամենադյուրինը չէ, ապավինում ենք հանրային համբերատարությանը, քանի որ մտադիր ենք հիմնարար եւ խորքային բարելավումներ կատարելու։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գործառույթների տիրույթում արձանագրել ենք մի շարք նշանակալի առաջընթացներ բարեփոխումների օրակարգում։ Ինչպես նաև ներդրվել են միջնաժամկետ լուծումներ ուղղված ծառայությունների թվայնացմանը, որակի եւ արդյունավետության բարձրացմանը։ Նոր ձևաչափով շրջիկ ծառայությունը գործարկեցինք մարտին։ Շրջիկ գրասենյակները բոլոր մարզերում պարբերաբար մատուցում են ՆԳՆ հանրային ծառայություններ, առավել մատչելի դարձնելով դրանք հատկապես շարժունության խնդիր ունեցող բնակչությանը։ Առ այսօր կատարվել են մոտ 1000 գործարքներ։ 2025 թվականի ընթացքում առաջին անգամ ամռան բարձր սեզոնին ծառայության ստորաբաժանումներում անձնագրային գործողություններ կատարելու համար կուտակումներ չեն արձանագրվել եւ հնարավոր է դարձել սպասարկվել ընդհուպ նույն օրը, այդ թվում նաև Երևանում։ Ծառայությունում թվայնացման լայնամասշտաբ գործընթացները արդեն արդյունքների ապահովման, պրոդուկտների գործարկման փուլում են։ Ծառայությունները տեղափոխվում են էլեկտրոնային միջավայր, բոլոր ուղղություններով։ Արդեն իսկ նախագործարկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությանն առնչվող դիմումների հարթակը, որը ողջ ծավալով կգործարկվի 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջիկայում կգործարկվի փաստացի հաշվառման էլեկտրոնային հարթակը։ Թվայնացման ակտիվ փուլում են գտնվում կացության բոլոր կարգավիճակների տրամադրման ընթացակարգերը, որոնք կբարելավեն մեր երկրի օտարերկրացի միգրանտների կյանքը, բնակության օրինականությունը արագ եւ որակյալ կերպով ապահովելու իմաստով։ Նախկին թեժ գծին փոխարինելու է եկել ծառայության զանգերի կենտրոնը 8422 կարճ հեռախոսահամարով, որտեղ օրական ստացվում է շուրջ 800 զանգ, բացառելով բաց թողնված զանգերը։ Շահագործման հանձնման փուլում է ապաստան հայցողների համար կառուցված նոր հատուկ կացարանը։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության բարեփոխումների օրակարգում երկու խոշոր ծրագիր կա, որոնց իրականացմամբ քաղաքացին անմիջականորեն զգալու է հանրային ծառայությունների թվային փոխակերպումը մեր պետությունում։ Խոսքս բնակչության պետական նոր ռեգիստրի եւ բիոմետրիկ նոր համակարգի մասին է։ Բնակչության պետական նոր ռեգիստրը դառնալու է անձի մասին տեղեկությունների միակ եւ ճշմարիտ աղբյուրը։ Նոր ռեգիստրի գործարկմամբ փակելու ենք քաղաքացուն կամ օտարերկրացուն տարբեր մարմիններ անվերջ ուղղորդելու հնացած պրակտիկան։ Անձը ինքն է սեփական տվյալների տնօրինողը։ Եվ այս սկզբունքով յուրաքանչյուր ոք
հասանելիություն է ունենալու սեփական օգտահաշվին, տվյալները փոփոխելու հայտ է ներկայացնելու առանց նույնիսկ տնից դուրս գալու։ Տեղեկանքների տրամադրման ձևաչափը ևս այլևս վաղուց ժամանակավրեպ է։ Մենք ապահովելու ենք թվային էկոմիջավայր սեփական տվյալները ցանկացած պահի եւ ցանկացած ձևաչափով վերծանելու եւ օգտագործելու համար։ Եռում փուլում են լայնամասշտաբ եւ բազմաշերտ աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում նոր կենսաչափական համակարգ ներդնելու ուղղությամբ։ Շուտով արդեն մեր քաղաքացիները ականատես կլինեն ծավալուն շինարարական աշխատանքների հանրապետության բոլոր մարզերում։ Մասնավոր գործընկերոջ Հայփաս ընկերության կողմից առաջարկվել եւ մեր կողմից արդեն իսկ հաստատվել են 13 գրասենյակներ, եւս 10-ը ընտրության փուլում են։ Հիմնովին վերանորոգվում է վարչական շենքը, որը ծառայելու է նաև որպես միջազգային ստանդարտներով կառուցվող տվյալների կենտրոն։ Այստեղ են իրականացվելու անձը հաստատող փաստաթղթերի անհատականացման եւ տպագրման աշխատանքները։ Շենքն ամբողջովին նորոգված, ամրակայված, կահավորված եւ վերազինված կլինի։ Նույն բարձր ստանդարտով, 24 ժամ մոնիտորինգային գործիքակազմով, տեխնիկապես հագեցված հարմարավետ գրասենյակներով։ Այսպիսով մենք արժանապատիվ պայմաններ ենք ապահովում նաև աշխատակազմի համար, որովհետև հավատում ենք, որ որակյալ ծառայությունների մատուցումը սկսվում է այստեղից։ Երևանում ամենաբանուկ առևտրի 2 համալիրներում, մոլերում կբացվեն գերժամանակակից գրասենյակներ, կենսաչափական տվյալների հավաքագրման բոլորը մեկում ինքնասպասարկման սարքավորումներով, մանկական խաղասրահով, սպասարկման միջազգային ստանդարտներով։ Սրանով մենք հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր ստանդարտ կսահմանենք Հայաստանի Հանրապետությունում, փակելով անձնագրային համակարգի հնամաշ եւ ցածրորակ ենթակառուցվածքի էջը, կոտրելով ոլորտի կարծրատիպերը։ Զուգահեռաբար մեր թիմը ակտիվ աշխատում է անձը հաստատող փաստաթղթերի գեղարվեստական ձևավորման եւ անվտանգային բաղադրիչների վերջնականացման ուղղությամբ։ Բացի նրանից, որ մասնավոր գործընկերը, լինելով ոլորտի միջազգային ամենահեղինակավոր դերակատարներից մեկը, ապահովում է ամենաբարձր ստանդարտի անվտանգային փաստաթուղթ, մենք անում ենք ամեն հնարավորը անձնագրի էսթետիկ ձևավորումը ևս բարձրագույն նշաձողով ապահովելու համար, որպեսզի ինչպես փաստաթուղթը կրող մեր քաղաքացիները հարազատության եւ հպարտության զգացում ունենան թերթելով այն, այնպես էլ տարբեր պետությունների սահմանապահները տպավորվեն։ Դե իսկ նույնականացման քարտի բլանկի վերջնական տարբերակը հաստատեցի բառացիորեն օրեր առաջ, եւ այն արդեն իսկ ուղարկվեց մեծաքանակ տպագրության։ 2026 թվականի երկրորդ կիսամյակին շրջանառության մեջ կմտնեն նոր բիոմետրիկ փաստաթղթերը։ Մեր ուշադրությունից անմասն չեն մնացել նաև ոստիկանությունից քաղաքացիական կառավարման ներքո տեղափոխված հաշվառման քննական ծառայությունները։ Այստեղ ևս հանրային կարծրատիպերի փոխակերպման խնդիր ենք մեր առջև դրել։ Եվ այդ ուղղությամբ հասցրել ենք կարճ ժամանակահատվածում կյանքի կոչել մի շարք շրջադարձային նախաձեռնություններ, հիմքում կրկին ունենալով քաղաքացու հարմարավետության առաջնահերթությունը։ Այս նպատակով ներդրվել է հիբրիդային հերթագրման նոր համակարգ, որով քաղաքացին ինքն է ընտրում իրեն հարմար օրը, ժամը եւ վայրը սպասարկվելու համար։ Սա փակել է հանկարծակի ստացվող ծանոթմամբ ստորաբաժանում հրավիրվելու բացասական պրակտիկայի էջը։ Քաղաքացուն ազատել ենք ավելորդ փաստաթղթերը ֆիզիկապես իր մոտ պահելու բեռից, ինքներս ստանձնելով տվյալի ստուգումը։ Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործում են թվային վարորդական վկայականներ եւ հաշվառման վկայագրեր։ Անցյալ տարի շատերիս գուցե անհավատալի թվար, որ ավտոմեքենայի առողջարքը հնարավոր է անել առանց տնից դուրս գալու, մի քանի րոպեում։ Բայց այսօր արդեն ներդրել ենք թվային տիրույթում առողջարքի իրականացման Karmia Gov.am առցանց հարթակը։ Ավելին, հաշվառման համարանիշն ու վկայագիրը կարող եք ստանալ փոստային առաքման միջոցով։ Առաջիկայում ավելի հավակնոտ նպատակներ ունենք։ Հարթակը պետք է վերածվի տրանսպորտային միջոցի հետ առնչվող ցանկացած գործարքի միակ կետի, որտեղ կարող եք տեսնել խախտումները, վճարել դրանք, կնքել ապա պայմանագիր, ստանալ տեղզնության պատկերը եւ այլն։ Մեր քաղաքացիների համար ստեղծել ենք հնարավորություն վարորդական վկայական ստանալու տեսական եւ գործնական քննությունները հանձնել հաշվառման քննական տարբեր ստորաբաժանումներում։ Լրացուցիչ վճարի հիմքով քննությունը հանձնել արտահերթ։ Քննական գործընթացը թափանցիկ եւ օբյեկտիվ իրականացնելու համար ձեռք ենք բերել նաեւ տեսախցիկներ։ Առաջիկայում քննական ավտոմոբիլները կկահավորվեն դրանցով։
Մարզային այցելություններիս ընթացքում դիտարկել եմ գործող բոլոր ստորաբաժանների շենքային պայմանները, լսել քաղաքացիների կարծիքները։ Ես այն համոզմանն եմ, որ մեր քաղաքացիները այս ծառայությունները ևս պետք է ստանան արժանապատիվ պայմաններում։ Գույքագրված են այն ենթակառուցվածքները, որոնք պետք է վերափոխվեն։ Սիրելի քաղաքացիներ, մենք ուշադրությամբ հավաքագրում եւ վերլուծում ենք ձեր արձագանքները նախարարության կողմից մատուցված հանրային ցանկացած ծառայության առնչությամբ։ Նախարարության ծառայությունների որակի վերահսկողության վարչության ամենօրյա աշխատանքը հենց դրան է միտված։ Իսկ ծառայողների, աշխատակիցների բարեվարկության, կարգապահության հարցերը ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության օբյեկտիվ եւ մշտական դիտարկման ներքո են։ Միջազգային համագործակցության համատեքստում կարևոր նվաճում եմ համարում այս տարվա նոյեմբերի 5-ին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի փոխանցումը Հայաստանին։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, ուզում եմ ընդգծել, որ այս ծրագրի փոխանցմանը նախորդել է հսկայածավալ աշխատանք, տարբեր առաքելությունների հետ քննարկումներ, փոխադարձ այցեր։ Արդյունավետ եւ կառուցողական հանդիպումների շարք ենք ունեցել Բրյուսելում, ԵՄ հանձնակատարների հետ։ Եվրոպական գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը եւ մինչ այս պահը գրանցած հաջողությունները։ Հայաստանն ամենաարագն է հասել այս հանգրվանին եւ ներքին գործերի նախարարությունը որպես հայկական կողմի համակարգող ներդնելու է առավելագույն ջանքը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավոր ամենակարճ ժամկետում ստանան ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի տեղաշարժվելու առավելությունները։ Այս համատեքստում Եվրոպական միության ֆինանսավորմամբ օրեր առաջ մեկնարկել ենք շուրջ 5 միլիոն եվրո բյուջեով նոր ծրագիր, որը ներառում է ոչ միայն ոստիկանության բարեփոխումների շարունակականությունը, այլ նաև փրկարար ծառայության եւ աղետների ռիսկի կառավարման ոլորտների զարգացումը, ապահովելով դրանց համաչափ ընդգրկումը։ Այստեղ փակագծերը շատ չեմ ցանկանում բացել, սակայն վստահեցնում եմ, որ այս ոլորտներում ունենալու ենք մոդեռն եւ նորարար մոտեցումներ, ինտեգրելու ենք ոլորտի ՏՏ լուծումները։ Կարևորում եմ կրկին ԵՄ ֆինանսավորմամբ, ինչպես նաև Լիտվայի եւ Լատվիայի հետ համագործակցությամբ ՆԳՆ ձևավորման փուլում իրականացված ծրագիրը, որով մի շարք արդյունքներ են գրանցել։ Շարունակել ենք ակտիվ համագործակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ընթացիկ համատեղ քայլերից զատ սկսել ենք ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխմանը նվիրված ծրագրի իրականացումը, որն ունի շուրջ 1.6 միլիոն դոլար բյուջե։ Արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ ուղղված համակարգի կադրերի հավաքագրման, վերապատրաստման, առաջխաղացման, կատարողականի գնահատման եւ ընդհանրապես մարդկային ռեսուրսների կառավարման նոր մոդելի մշակման ուղղությամբ։ Հնգամյա ծավալուն եւ հավակնոտ համագործակցության ծրագիր ենք մշակել Շվեդիայի միգրացիոն իշխանությունների հետ, որի շրջանակներում հասցեագրել ենք ոլորտի զարգացման ուղղված մեր տեսլականը, դրա առանձին բաղադրիչները, ինչպես օրինակ կենսաչափական փորձագիտության ձևավորումը, կեղծ փաստաթղթերի դեմ պայքարը։ Համագործակցության ուղղություններ ենք հաստատել Բելգիայի թագավորության անվտանգության եւ ներքին գործերի, Ապաստանի միգրացիայի եւ սոցիալական ինտեգրման, խոշոր քաղաքային քաղաքականության նախարարների հետ։ Լիտվայի ներքին գործերի նախարարի հետ ստորագրել են երկկողմ համագործակցության ամրապնդման մասին երկամյա գործողությունների ծրագիրը։ Միջազգային համագործակցության համատեքստում պետք է ընդգծեմ նաև Վրաստանի հետ ձևավորված փոխվստահությունն ու սերտ շփումների նոր բովանդակություն։ Հանդիպումները Վրաստանի վարչապետի եւ ներքին գործերի նախարարի հետ ամրապնդել են մեր գործընկերությունը։ Այս համագործակցության արդյունքներից է ռեադմիսիոն հետընդունման համաձայնագրի ստորագրումը, ինչը նոր հնարավորություն է ստեղծում միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման համար։ Աշխատանքային այցով եղել եմ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի եւ Էմիրությունների փոխվարչապետ ներքին գործերի նախարարի հետ, քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները եւ պլանավորել զարգացնել այդ ուղղությամբ համատեղ օրակարգը։ Ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր, որով փոխադարձ ճանաչվում են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների կողմից տրվող վարորդական վկայականները։ Այսքանով բնականաբար չի սահմանափակվում մեր աշխատանքը միջազգային գործընկերների հետ։ Մի շարք հանդիպումներ են կայացել նաև ՀՀ-ում դիվանագիտական ներկայացությունների, այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկել ենք համագործակցության նոր ծրագրեր եւ փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։ Թե այս աշխատանքներում, թե մնացյալ աշխատանքներում նախարարությունը մշտապես բաց է գործել։ Մեր ողջ աշխատանքին ներգրաված են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում նախարարին կից հասարակական խորհրդի ձևաչափով։ Նոր մոտեցմամբ ձևավորել ենք նաև նախարարին կից երիտասարդական խորհուրդ։
որի անդամները ներգրաված են ամենատարբեր ոլորտների մեր բարեփոխումներում։ Ներքին գործերի նախարարության գործունեությունը հնարավորինս թափանցիկ ներկայացվում է մեր հասարակությանը։ Աշխատանքի հիմքում հաշվետվողականության ապահովումն ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումն է։ Սերտ աշխատանքը նաև մեդիա դաշտի հետ։ Այս մեկ տարվա ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների հետ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, մրցույթներ, սեմինարներ, հանդիպումներ, ասուլիսներ ու քննարկումներ, ճեպազրույցներ եւ այլն։ Նախարարության հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության կողմից իրականացվել են արշավներ, պատրաստվել հաղորդաշարեր, բացվել են պաշտոնական կայքեր եւ սոցհարթակներ։ Իրազեկումների նպատակն է բարձրացնել մեր քաղաքացիների իրավագիտակցությունը, նրանց զերծ պահել հանցագործությունների զոհ դառնալուց, տարբեր տեսակի աղետների դեպքում տեղեկացնել վարքագծի կանոնները։ Միաժամանակ արտակարգ իրավիճակներում արդյունավետ հաղորդակցություն ապահովելու նպատակով Լոռու մարզում իրականացրել ենք պիլոտային ծրագիր ՆԳՆ ոստիկանության եւ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների համար։ Բեմադրվել են մամուլի ասուլիսներ, որտեղ մասնակիցները հանդես են եկել որպես խոսնակներ, ներկայացնելով իրավիճակի զարգացման ընթացքը, պատասխանատու մարմինների արձագանքն ու իրականացված քայլերը։ Առաջիկայում այս ծրագիրը շարունակելու ենք Հայաստանի ողջ տարածքում։ Սիրելի քաղաքացիներ, այս ամենը հնարավոր չէ լինի առանց մեր թիմի նվիրված աշխատանքի եւ գործընկերների աջակցության, առանց ձեր վստահության եւ համբերատարության։ Մենք շարունակելու ենք ներքին գործերի նախարարությունում եւ ենթակա պետական մարմիններում մեկնարկած բարեփոխումների խորքային գործընթացը, ուղղված անվտանգ միջավայրի ձևավորմանը, ծառայությունների որակի եւ հանրային վստահության բարձրացմանը, իսկ յուրաքանչյուր ձեռքբերում մի նոր փուլի սկիզբ է։